Մի ամբողջ տարում միայն 10 վարույթ է հարուցել եւ ուսումնասիրել բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը, ընդ որում սեփական նախաձեռնությամբ միայն 2-ը, իսկ մյուս դեպքերից 2-ը բուժառու, եւս 3-ի համար մահացածի հարազատները, եւս մի դեպքում էլ բուժաշխատողներն էին դիմել հանձնաժողովականներին, 10 վարույթից 2-ն էլ կարճել են, փաստաթղթերն են թերի եղել։ Հանձնաժողովը չի քննում բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների քրեական կամ վարչական պատասխանատվություն առաջացնող խախտումները։ Մասնագիտական էթիկայի կանոնները խախտելու 4 վարույթ է հաստատել հանձնաժողովը 5 բժշկի հետ կապված։ 2 բուժ հաստատություն իր մասնագետներին կարգապահական պատասխանատվության ենթարկել է, 2 բուժ հիմնարկ ոչ։ Այս թվերը խոսում են այդ հանձնաժողովի չգործունեության մասին։ Օրենսդրորեն այդ հանձնաժողովը եթե աշխատեր, անպայման գոնե լրատվության հայտարարությունների հիմքի վրա առնվազն պետք է 100-ներով ինքը վարչական վարույթներ ունենալ։ Հանձնաժողովի կարևորությունն ու նշանակությունն առանցքային է, հավելում է մասնագետն ու շեշտում, եթե կառույցը աշխատեր, ապա շատ գործեր դատարան չէին հասնի, դատական համակարգը չէին ծանրաբեռնի։ Բուժաշխատողի հետ կապված խնդիր էր եղել, նա դիմել էր, էթիկայի հանձնաժողովը պատասխանել էր, սա մեր գործառույթը չի, այնուհետև այդ մարդը ստիպված դիմեց դատարան, տարիներով գնաց եկավ եւ հաղթեց դատարանում, որ դիմել էր էթիկայի հանձնաժողով, եւ դատական ակտի մեջ կար հետաքրքիր կետեր, որոնք որ հենց բուն վերաբերվում էին էթիկայի խախտումներին։ Անդամակցությունը հանձնաժողովին հասարակական հիմունքներով է, այսինքն նրանք աշխատանքի համար գումար չեն ստանում։ Փորձագետն այս հանգամանքի հետ է առավելապես կապում իր բնորոշմամբ կառույցի անարդյունավետ աշխատանքը։ Նշում է նաև, որ հանձնաժողովականներ կան մեծ շահերի բախումներ ունեն։ Ինքը չի կարող քննել ըստ էթիկայի այդ նորմերի ամբողջ արտահիվանդանոցային վեճերին, ինքը պետքա չլինի այնտեղ։ Այսինքն այսպիսի ավելի խորը խնդիրներ կան։ Գործող հանձնաժողովի կազմի հարցն ի դեպ հիմա վիճարկվում է դատարանում։ Հայցվորը պահանջել է լուծարել ու նոր նշանակում կազմակերպել դրա ոչ իրավաչափ լինելու հիմնավորմամբ։ Ոլորտի փորձագետը նկատում է, այս թվերը տեսնելով նախարարն էլ քայլ կարող է կատարել իր քայլը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։